Քրիստոս հարյավ իմերելոց։ Անուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Սրանից հետո Հիսուս Կափառնայում իջավ իր մոր եւ իր եղբայրների հետ եւ այնտեղ մնաց միայն մի քանի օր։ Հրեաների զատիկը մոտ էր եւ Հիսուս Երուսաղեմ ելավ։ Եվ տաճարի մեջ գտավ նրանց, որ վաճառում էին արջառներ, ոչխարներ եւ աղավնիներ, ինչպես նաեւ լումայափոխներ, որ նստած էին, եւ չվանից խարազան շինեց եւ բոլորին տաճարից դուրս հանեց, նաեւ ոչխարներն ու արջառները, իսկ լումայափոխների պղնձադրամները ցիրուցան արեց եւ նրանց սեղանները շուռ տվեց։ Իսկ աղավնի վաճառողներին ասաց. դրանք այստեղից վերցրեք իմ հոր տունը, վաճառատան մի վերածեք։ Նրա աշակերտները հետո հիշեցին, որ գրված է. քո տան նկատմամբ իմ նախանձախնդրությունը ինձ պիտի ուտի։ Հրեաները նրան ասացին. ինչ նշան ցույց կտաս մեզ, թե իրավունք ունես այդ բանն անելու։ Պատասխանեց նրանց Հիսուս եւ ասաց. քանդեցեք այդ տաճարը եւ 3 օրվա ընթացքում այն կվերականգնեմ։ Հրեաները նրան ասացին. 46 տարում շինվեց այս տաճարը, իսկ դու 3 օրում այն վերականգնում ես։ Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում։ Իսկ երբ մեռելներից հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, թե այդ էր, որ ասել էր, եւ հավատացին գրքին եւ այն խոսքին, որ Հիսուս ասել էր։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Եվ սրանով ինքը ապացուցեց, որ ինքը նա է, ով իրավունք ունի տաճարը մաքրելու։ Ով իրավունք ունի եկեղեցին մաքրելու, ով իրավունք ունի աշխարհ տաճարը մաքրելու, ով իրավունք ունի մարդ տաճարը մաքրելու։ Քրիստոսն ուրիշ բանի համար չեկավ աշխարհ, եկավ նրա համար, որպեսզի մաքրի աշխարհը մեղքից։ Եվ այդ մասին խոսում է 10 դրամների առակի մեջ, երբ ասում է կինը մի դրամը կորցրեց, ճրագ վառեց եւ ամբողջ տունը ավլեց, մինչեւ գտավ դրամը։ Տունն աշխարհն էր, ավլողն Աստված էր։ Ինչից էր մաքրում։ Մեղքից էր ավլում տունը, որպեսզի Աստծո պատկերով դրամը հաներ եւ փայլեցներ։ Եկեղեցին Աստծո տունն է։ Ասում է, բայց դուք, որ մյուս ավետարաններում ասում է, ավազակների որջի եք վերածել։ Իմ հոր տունը աղոթքի տուն պիտի լինի, բայց դուք ավազակների որջի եք վերածել։ Աստծո տունը այս աշխարհն է, որ Աստված արարեց, որտեղ մարդուն դրեց ապրելու համար։ Գրիգոր Տաթևացին ասում է, երբ հյուր պիտի ընդունես, նախ պատրաստում ես այդ հյուրին ընդունելու տեղը, սենյակը, անկողինը, կերակուրը, ինչով պիտի ինքը սնվի, եւ հետո հյուրին ընդունում ես։ Ասում է ճիշտ այսպես էլ Աստված այս աշխարհը պատրաստեց։ Երկինքը, երկիրը, ծովը, գետերը, կենդանիներին, դրախտը, մարդու ապրելու ամեն պայմաններ ստեղծեց, հետո մարդուն արարեց, որ մարդը այդ ամեն ինչի մեջ Աստծո հետ կատարյալ խաղաղության եւ ներդաշնակության մեջ իր կյանքն ապրի։ Սակայն գիտենք պատմությունը։ Սատանայի դրդումով, սատանայի խաբեությամբ մեղքը մտավ աշխարհ։ Մարդը գայթակղվեց, մեղանչեց, ընկավ Աստծուց եւ այդ ներդաշնակությունը խաթարվեց։
եւ աշխարհը լցվեց մեղքով։ Այնքան լցվեց մեղքով, որ Աստված մի օր ասաց այս աշխարհը պիտի մաքրեմ մեղքից եւ ջրհեղեղ տեղի ունեցավ, որով Աստված մեղավոր աշխարհը սրբեց, որպեսզի նորից մարդը կարողանար ապրել Աստծո հետ։ Բայց կարճ ժամանակ հետո նորից աշխարհը լցվեց մեղքով եւ քանի գնում է աշխարհը լցվում է մեղքով։ Այս նրա համար չէ, որ Աստված սխալվեց կամ Աստված չկարողացավ։ Աստված գիտեր, որ այդպես է, մենք չգիտենք, որ այդպես է։ Մեզ համար էր անում, որ միևնույնն է, դուք մեղքի մեջ եք, մինչև հարություն չառնեք, մինչև Քրիստոս չգա, մեղքի վարձքը չտա, մեղքի համար ինքն իրեն որպես պատարագ զոհ չմատուցի, ձեր մեղքերի համար չմեռնի եւ ձեր փրկության համար հարություն չառնի։ Եվ Քրիստոսն եկավ սրա համար, որպեսզի մաքրի այս աշխարհը։ Մեռավ եւ հարություն առավ, որպեսզի մենք էլ որպես մեղավոր մարդիկ մեռնենք եւ հարություն առնենք։ Այս բաները շատ հեշտ է ասել բերանով, բայց դժվար է կյանքում իրագործել։ Մենք տեսնում ենք տարիներ շարունակ, մենք եկեղեցու մեջ ենք, մենք սուրբ գիրք ենք կարդում, մենք աղոթք ենք անում, մենք սուրբ հաղորդություն ենք ստանում, հա, բայց քիչ ենք փոխվում, կամ չենք փոխվում։ Այո, դա ակնթարթային հրաշք չի։ Շատերը, շատ ու շատ աղանդավորներ, հատկապես, ասում են, այդպես է, մի ակնթարթում, Աստված այցելեց ու մարդը փոխվեց։ Այդպիսի բան չկա, սուրբ գրքում էլ չկա տենց բան։ Հոգեգալստի օրը Աստված այցելեց բոլոր առաքյալներին, փոխվեցին առաքյալները մի ակնթարթում, չէ, Սուրբ Հոգին իրենց իրապես հարություն տվեց, բայց մեկը մարդը կարիք ունի ժամանակի եւ ընթացքի։ Այդ նույն առաքյալները, որ Սուրբ Հոգով զորացած հրաշքներ էին գործում աշխարհի մեջ, սայթակում ու մեղանչում էին։ Գիտենք Սուրբ գրքի դրվագները, թե ինչպես Պողոս առաքյալը մեղադրում էր Պետրոսին իր սայթակումի համար, օրինակ։ Եվ մյուս պարագաները։ Այսինքն, մեր փոփոխությունը ակնթարթային չի։ Մի ակնթարթում Աստված մկրտության ժամանակ մեզ վերածնեց, Սուրբ Հոգին իջավ, մեզ մաքրեց, բայց մենք անելիք ունենք։ Պողոս առաքյալն էլ էս մասին ասում։ Ասում է, ինչ որ եմ, ես չեմ, այլ Աստծո շնորհն է, որ իմ մեջ գործում է, բայց շարունակում ասում է, այդ շնորհի վրա ես ամենից շատ աշխատեցի։ Աստված մեզ շնորհ է տալիս փրկության, բայց դրա վրա մենք պիտի աշխատենք։ Մենք պիտի ջանանք, մենք պիտի աղոթենք Աստծո օգնականությամբ, ջանքեր գործադրենք փոխվելու համար, որպեսզի մեր տաճարը մաքրվի, որպեսզի մեր տաճարը այս աշխարհի վիճակի նկատի ունեմ բացասական առումով աշխարհի վիճակից, մեղքի վիճակից դառնա Աստծո սրբարան, դառնա եկեղեցի, դառնա աղոթքի տուն, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր ասում էր իմ տունը աղոթքի տուն է, բայց դուք ավազակների որջի եք վերածել։ Որտեւ ինչի համար է իրականի մեջ մեր կյանքը Աստծուն փառաբանելու համար է։ Մեր ներսը սաղմոսներով եւ օրհնություններով լցվելու համար է։ Բայց եկեք հələ մի հատ նստենք ու նայենք ազնվորեն մեր ներսը։ Մեր ներսը սաղմոսներով եւ օրհնություններով է լցված, թե ամեն ինչով բացի աղոթքից։ Ուրեմն ինչ պիտի անենք։ Քրիստոսն իր կողմից ամեն ինչ արել, Աստված ամեն ինչ արել է մեզ փոխելու համար։ Բայց ինքը նաև մեզ հրավիրում ասում է, եկեք,
հոգնածներ եւ ծանրաբեռնվածներ, եւ ես ձեզ հանգիստ պիտի շնորհեմ, եւ ես ձեզ խաղաղություն պիտի տամ, վերին խաղաղությունը, որ այս աշխարհինը չի, բայց մենք չենք գալիս, ասում ենք մի քիչ էլ մնանք այս աշխարհի մեջ, մի քիչ էլ գործեր ունենք, այս էլ անենք, այն էլ անենք, այն էլ անենք, հետո կգանք։ Պողոս առաքյալն ասում է, այսօր է ժամանակը, այսօր է փրկության օրը, այսօր է փրկության ժամը, մի հետաձգեք։ Մենք միշտ պիտի հիշենք, որ Քրիստոսն եկել էր մեղավորի համար։ Երբ որ Քրիստոսին մեղադրում էին, ասում էին ինչի է մաքսավորների, մեղավորների հետ նստում, վեր կենում, ուտում, խմում, Քրիստոսն ինչ էր ասում։ Ասում էր առողջներին բժիշկ պետք չի, բժիշկը պետք է հիվանդներին, ես չեմ եկել արդարների համար, այլ եկել եմ մեղավորներին կանչելու համար։ Հիմա եթե մենք մեզ արդար ենք համարում, մենք կարիքը չունենք Քրիստոսի։ Եթե մենք մեզ առողջ ենք համարում, հոգևոր առումով, մեղքի առումով, մենք կարիքը չունենք բժշկի։ Բայց եթե մենք հիվանդ ենք եւ մեղավոր, մենք կարիք ունենք Քրիստոսի։ Եվ Քրիստոս մեզ համար հարություն առավ։ Քրիստոս մեզ համար աշխարհ եկավ, մեղավորին փրկելու համար, ուրիշ որևէ բանի համար Քրիստոս աշխարհ չի եկել։ Դրա համար մենք ամեն օր պիտի փորձենք տեսնել մեր մեղավոր վիճակը։ Իսկ ի՞նչն է մեզ ցույց տալու մեր մեղավոր վիճակը։ Աստծո առաջ կանգնելը, աղոթք անելը, Սուրբ Գիրքը ընթերցելը։ Առանց Սուրբ Գիրքը ընթերցելու, առանց աղոթքի ոչ մի մարդ չի տեսնելու իր մեղավոր վիճակը։ Մարդը մտածելու է, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է։ Դե ինչ է եղել, որ հիմա տես մի մեծ հանցանք չեմ գործել։ Բայց Սուրբ Գիրքը մեզ առաջ այն լակմուսի թուղթն է, որը ցույց է տալիս, թե մենք ինչ ենք։ Մինչև չհասկանաս, որ հիվանդ ես, չես դիմելու բժշկին։ Մինչև չհասկանաս, որ մեղավոր ես, չես խոնարհվելու Աստծո առաջ։ Ուրեմն ամենից կարևոր բան էս է, որ մենք գիտակցենք, որ մենք մեղավոր ենք, որ մենք հիվանդ ենք, որ մենք կարիք ունենք բժշկի, կարիք ունենք փրկչի, կարիք ունենք մեղքերից ազատվելու։ Այսինքն հասկանանք եւ գանք Աստծո առաջ զղջումով։ Մնացած ամեն ինչ արված արդեն։ Քրիստոս մեր մեղքերի հատուցումը կատարել է իր չարչարանքներով, իր խաչի մահվամբ, իր գերեզման մտնելով, նաեւ մեր փրկությունն ապահովել իր հարությամբ։ Ով որ ինձ հավատա, թեև մեռնի, հարություն պիտի առնի։ Ուր որ ես եմ, այնտեղ պիտի լինեն նրանք, ովքեր ինձ են հետևում, ովքեր ինձ են աշակերտում։ Այս ամեն ինչը արված է, բայց մենք մեր քայլը անում ենք ամեն օր, թե չէ։ Այս մի օր անելու քայլ չի, որ ասենք, գիտեք, ես ապաշխարել եմ։ Ասում են այդպես մեկ աղանդավորները հատկապես ասում են, դու ապաշխարած ես, ապաշխարած մարդ աշխարհում չկա, ապաշխարած լինում են այն մարդիկ, ովքեր իրենց կյանք արդեն ավարտում են, որտեղ ապաշխարությունը լինում է ավարտված մահվան պահին։ Քանի մարդը չի մահացել, մարդ ապաշխարած չի, մարդը ապաշխարության ընթացքի մեջ է, ցանկացած մարդ։ Ուրեմն մենք պիտի այս բանը լավ հիշենք եւ փորձենք ամեն օրը դարձնել ապաշխարության օր մեզ համար։ Ամեն օրը մեղքի հետ պայքարի օր։ Ամեն օրը Աստծո առաջ կանգնելու եւ Աստծուց բժշկություն, ողորմություն խնդրելու օր, որովհետեւ մեր կյանքի փորձն էլ ցույց է տվել, որ մենք ինքներս չենք կարողանում նույնիսկ ամենափոքրիկ փոշեհատիկի չափ մեղքը հաղթահարել։ Եթե կարողանանք, Քրիստոս աշխարհ չէր գա։
Աստված գիտի, որ մենք այդպիսին ենք, դրա համար էլ եկավ մեզ օգնելու, բայց մենք իր օգնությունը չենք խնդրում, ասում ենք մենք առանց քեզ էլ կարող ենք անել այն, ինչ որ պետք է անել, չի ստացվի, չի հաջողվի, առանց Աստծո շնորհի, առանց եկեղեցու խորհուրդներին մասնակցելու, առանց զղջումի, առանց խոստովանության, առանց ապաշխարության, առանց սուրբ հաղորդության, չի լինի ազատվել, չի լինի փրկվել։ Այս բոլորի միջոցով Աստծո շնորհը պիտի այցելի մեզ, եւ մենք էլ այդ շնորհը գնահատելով, այդ շնորհի մեջ փորձենք մնալ։ Ուրեմն մեր կյանքը երբեք պիտի հանգստավետ չլինի եւ ամեն օր Քրիստոս պիտի մտնի մեր մեջ եւ խարազանով պիտի մաքրի։ Խարազանն ինչ է? Մտրակ է։ Մտրակով մտավ տաճարը մաքրելու Քրիստոս, այսինքն մտրակը ցավ է պատճառում, մտրակը մտրակում է եւ մենք պիտի ընկալենք, հասկանանք, որ այդ process-ը ուղղակի խաղոպար չի, ցավոտ է լինելու, տառապանքով է լինելու, մեր անձը կոտրելով է լինելու, մեր անձը խոնարեցնելով է լինելու, այլապես չես կարող։ Ասում է, ով որ իր անձը կորցնի այս աշխարհի մեջ, այսինքն արհամարի, անարգի, խոնարեցնի, փոքրացնի, նա պիտի գտնի հավիտենականության մեջ, բայց ով որ իր անձը փորձի պահել այս աշխարհի մեջ, իր հպարտությունը, իր եսը, իր իմացածը, իր ընկալածը, իր աշխարհընկալումը, նա պիտի կորցնի, որտեղ մեր իմացածը, մեր ամեն ինչը աղբա, ոչինչ է։ Ասում է, մեկը գալիս է իմաստունի մոտ, շատ կարդացած, շատ ուսում ստացած մեկը, ասում է, ես եկել եմ քեզանից, որպեսզի դու ինձ իմաստություն սովորեցնես։ Այս իմաստունին ասում է, դու ինչ գիտես։ Ասում է, ես գիտեմ, ես եմ սովորել եմ, ավարտել եմ։ Ասում է, ես քեզ չեմ կարող իմաստություն սովորեցնել։ Ասում է, ինչու։ Ավելի բան չունես ինձ տալու։ Ասում է, շատ բան ունեմ քեզ տալու, բայց քո մեջ այնքան բան է լցված, որ էլ տեղ չկա քեզ բան տալու։ Գնա դատարկիդ այդ ամեն ինչը, արի կտամ քեզ։ Մեր մեջ էլ այնքան բաներ կա լցված, որ մենք գալիս ենք Աստծո առաջ, էլ ինչ մենք պիտի դատարկվենք այդ ամեն ինչից։ Մեր կամքից, մեր գիտելիքից, մեր աշխարհիկ իմաստությունից։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է, այս աշխարհի իմաստունները իրենց իմաստությամբ Աստծուն չճանաչեցին։ Բա ովքեր ճանաչեցին, այս աշխարհի հիմարները, ովքեր իմաստությունից զույգ են, հավատքով ճանաչեցին Աստծուն։ Ուրեմն մենք Աստծո առաջ կարող ենք գալ ունայն վիճակով միայն, որ Աստված լցնի այդ ունայնությունը, զորացնի մեզ։ Բայց մենք ամեն մեկս գիտնական ենք, ճարտասան ենք, իմաստուն ենք, փիլիսոփա ենք, աստվածաբան ենք, ամեն ինչի մասին գաղափար ունենք, ամեն ինչի լուծումը գիտենք։ Եվ որ այսքան ենք, էլ ինչ ենք ուզում Աստծուց։ Աստված ինչ անի մեզ։ Մեղա Աստծո։ Ասում է, ես որդի եմ եւ մարդ չեմ։ Դավիթ թագավորն է ասում։ Աբրահամն էլ ասում է, ես հող եմ ու մոխիր եմ։ Ուրեմն Քրիստոս հարյավ իմեռելոց, որպեսզի մեռելին կենթանացնի, բայց քանի մենք չենք մեռել այս աշխարհի համար, չենք էլ կարա հարություն առնենք։ Ուրեմն մեզ պետք է մեռնել, որպեսզի հարություն առնենք։ Առանց մահվան չկա հարություն, եւ հարության ճանապարհը մահվան միջոցով է։ Քրիստոս հարյավ իմեռելոց։